Այն ֆոնը, որը պետք է ապահովել այդ իմ ասած անկախությունը հանգած է, մի տեսակ մաշված է, փուշը կոտրված է եւ դա նպատակային է արվել։ Հենց ստեղծել այնպիսի հասարակություն, որ չըմբոստանա, մտավորական, որը իր նկարից ու դաշնամուրից հեռու չգնա, գիտնական, որը զբաղվում է միայն թե կարծես իր պրոֆիտ, բայց քաղաքացին չկա։ Մշակույթը կա, գիտնականը կա, քաղաքացին այդ մարդկանց մոտ հանգել է, մարել է, եւ եթե հանկարծ այսպես գնա, դժվար կլինի, եւ անկախություն պայել, եւ հռչակագիր պայել, եւ երկրի ինքնիշխանությունը պայել, ժողովրդին հարկավոր է այսպես թասիբի գցել, նամուսի բերել, ասել, որ եթե հանկարծ մեր պետությունը կորցրեց իր ինքնիշխանությունը, դուք կորցնելու եք ձեր երեխայի ապագան, ձեր բարեկեցությունը, ձեր հանգիստ կյանքը եւ երկար ճանապարհ եք բռնելու դեպի Ռուսաստաններ, դեպի Ամերիկաներ։ Ես դեռ կարծում եմ, որ մինչև 26 թվականի ընտրությունները դեռ ժամանակ կա եւ քաղաքական ուժերը, առավել եւս քաղաքական ուժերը եւ մտավորականները պետք է փեշները թափ տան, քարը թափեն, դուրս գան իրենց շքամուտքից, իրենց խցից, իրենց լաբորատորիայից եւ իջնեն հասարակություն դառնան քաղաքացի, որ քաղաքացին հետևի այդ մարդկանց։ Վերջին հաշվով էլիտաներն են քաղաքացիներին առաջնորդում։ Եվ եթե հանկարծ այդ քաղաքական ուժերը եւ մտավորականները չհասկանան այս վտանգը, իսկ այդպիսի վտանգ կա, որ չհասկանան, ապա մենք պատմական կորուստներ կունենանք։ Այս տեմպով, այս արագությամբ մենք գնում ենք դեպի ոչինչ։ Մենք գնում ենք դեպի կորուստների ճանապարհով, մենք գահավիժում ենք օր-օրի, ամենօրյա ռեժիմով։ Ամենօրվա ռեժիմով մենք ստրես ենք ապրում, կորցնում ենք պետականությունը, օր-օրի մենք մտնում ենք Ադրբեջանի թելադրանքի տակ, Հայաստանը օրակարգ չի թելադրում, Ադրբեջանն է հայկական օրակարգ թելադրում եւ մեր իշխանությունները կցորդ են, ուղղակի կցորդ են։ Եվ եթե հանկարծ այդ ըմբոստությունը չլինի, այս ամենը ետ շրջելու, ես վատ գույներ եմ տեսնում, արդեն այս գույները չեն լինի, կլինի մեկ գույն։ Հույս ունեմ, որ այն վերջին խելքով, վերջին բնազդով, անգամ կործանվողի վերջին բնազդով ժողովուրդը ոտքի կելնի, որովհետև ոչ թե իշխանության խնդիր է, ոչ թե ընտրության խնդիր է, անգամ այսօր եկեղեցու խնդիր չի, էջմիածնի խնդիր չի, սա լուրջ, անշրջելի կորուստներ են, որ կարող են մեր գլխին թափվել, արհավիրք լինել։ Այս արհավիրքի բանը բոթը պետք է զգալ, վտանգը պետք է զգալ։ Մեծամտացանք, մեզ թվաց թե հաղթել ենք, մեզ թվաց թե զիջումները մեզ համար ճանապարհ չեն, մեզ թվաց թե քաղաքականությունը դա հեռու բան է, պետք է հերոս տղա լինել, գովալ, գլուխ գովալ, պարծենալ եւ Ղարաբաղն էլ մեր գրպանում դրած է։ Այդ ժամանակվանից իսկ դա 98-ից գնաց, երբ մշակույթը, կրթությունը դարձան երկրորդական, արժեքները դարձան երկրորդական, քաղաքացին էլ խեղճացավ սրանից։ Տարիներով, եթե անընդհատ 10-20 տարի քաղաքացին կաթացնում ես, որ դու թույլ ես, դու խեղճ ես, դու չես կարող ապագա ունենալ, ազդում է, քարոզը, ռեկլամը խեղդում է մարդուն։ Դա տարիներով կուտակվեց, պարտության բերեց, հիմա այլ կորուստների է բերում, հետա պետք պատտվել, սթափվել է պետք։ Ես գիտեք միշտ դեպքերին նայում եմ ոչ թե այսօրվա աչքով, այլ հեռուի 100 տարի առաջվա աչքով, 100 տարի հետոյի աչքով, 10 սերունդ հետոյի աչքերով, ինչ են ասելու մեր մասին, եթե մենք հանկարծ կորցնենք։ Ախր սա այսօրվա խնդիր չի, այսօրվա պրոբլեմ չի, սա դարավոր խնդիր է։ Հայ ժողովուրդ, ասենք 600 տարվա միջումից հետո ափ է հասել, խեղդվելուց հասել է անկախություն, պետություն, պետականություն, ու դրանից հետո ասում է 30 տարի մենք խեղդվում ենք ափում։ Ափ հասած մենք խեղդվում ենք։ Սա է ողբերգական, բայց դժվարություններով անցնես, այդ տառապանքով անցնես, այդքան զոհ տաս, այդքան տարածք ազատագրես, այդքան ռեֆորմեր անես, ճիշտ ասեցիք, 6 հատ գիրք եմ տպել, 6 հատ գիրք եմ կազմել բոլոր անկախության գործընթացի մասին։ Բարեփոխումները, ընթացքը, անկախության հռչակագրի ստեղծումը, անկախության հանրաքվեն, մարտի 1-ի ոչրագործությունը, բայց այդ իմ գործը չի։ Դա պետության գործն է։ Պետությունը այս վերջի 20 տարվա ընթացքում, 25 տարվա այս ընթացքում մի հատ գիրք չի հրապարակել անկախության հետ կապված։ Մի հատ ցուցահանդես չի արել, մի հատ օպերա չի գրվել, մի հատ պոեմ չի գրվել, մի հատ շարադրություն չի գրվում, չգիտեմ, կոնկուրս չի արվում այդ թեմայով։ Այս իշխանությունն էլ ընդհանրապես արժեք գոյություն չունի։